Հայոց հայրապետը մեղմ ժպիտով օրհնում է հավատացյալներին ձեռքին Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Սրբազան մասունքը երկու ձեռքով ամուր պահած մայրտաճար է տանում վեհափառը, ինչպես Թադևոս Առաքյալը այն Հայաստան բերեց 1992 տարի առաջ։ Այսօր հայ եկեղեցին նշում է Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Առաջին տասնամյակն է լրանում, որ Գարեգին II կոնդակով այս տոնը նաև Սուրբ Գեղարդի ուխտի օրն է։ Ուխտավորների պակաս չկա մայրտաճարի բակում։ Գյումրիից եկած այս կինը չի թաքցնում աղոթքները։ Աղոթում ենք մեր եկեղեցի համար, մեր հայրենիքի համար, մեր վեհափառի համար, որպեսզի դավաճանները, հուդաները հեռու մնան։ Շիրակի թեմի առաջնորդ բանտարկված Միքայել Սրբազանի համար ազատություն է խնդրում գյումրեցի կինը։ Բոլոր աղոթքներն էլ թե իր համար է, թե Պակրատ Սրբազանի, թե մեր բոլոր եպիսկոպոսներ, մեր բարերարի, մեր անարտարացի բռնադատված համախոհների, մեր գերիների համար։ Անազատ չէ, բայց իրավապահների ու իշխանականների թիրախում է նաև Արշակ Սրբազանը, վեհափառի թափորից առանձին քայլող դիվանապետը հարցերի չի պատասխանում։ Մենք առիթ կունենանք հանդիպելու ավելի լայն ընդգրկուն ֆորմատով։ Ուրբաթ քննչական կոմիտեն հայտնել է, որ Սրբազանին վերագրվող տեսագրությունների փորձագիտական եզրակացություն կա, որով հաստատվում է դրանց իսկությունը։ Ոչ դիվանապետը, ոչ նրա փաստաբանը օբյեկտիվ չեն համանում այդ եզրակացությունը։ Օբյեկտիվությունը բացառում եմ, որովհետև մեկ օրում տեսագրության, այն էլ դիմանկարային փորձաքննություն պրակտիկայում չի եղել։ Իսկ որ մեկ օր է իրականացվել, մենք դրա մասին տեղեկացանք հոգևորականների կողմից տարածված գրության մեջ։ Փաստաբանի խոսքով խախտվել է arczepiskopos-ի իրավունքը, փորձաքննության ընթացքում Սրբազանը հարցեր տալու հնարավորություն չի ունեցել։ Օրինակ, երկրաչափական չափսերով որոշել արդյոք այդտեղ տաղավար է թե չէ։ Հնարավոր է արդյոք օրինակ տեսագրության մեջ արկա մարդիկ, օրինակ դիմակներով են։ Քննչական կոմիտեն Սրբազանին հրավիրել է ծանոթանալու այդ փորձագիտական եզրակացությանը։ Փաստաբանն ասում է, չեն ուզում ծանոթանալ, գիտեն, որ ըստ այդ եզրակացության հերքվել է տեսանյութերի մոնտաժված լինելու հանգամանքը։ Ըստ տարածված տեղեկատվության, որ ասել են մոնտաժված չի։ Մոնտաժված չի, բայց դա չի նշանակում, որ իրական է։ Եվ մենք պնդել ենք, որ տեսագրության բովանդակության հետ Արշակ Սրբազանը առնչություն չունի։ Հրապարակված սկանդալային տեսանյութերի իսկությունը պարզելու համար մեկ այլ անկախ փորձաքննություն է ընթանում, հինգշաբթի ակնարկել է դիվանապետը։ Նրա փաստաբանը չի հերքում այս տեղեկությունը։ Ես էլ չեմ բացառում, բայց եթե ինքը չի հայտնում այդ մասին, ես իրավունք չունեմ որևէ բան ասելու։ Այս բանին դրանից ավելին, քան Արշակ Սրբազանը ասել է, չեմ կարող ասել։ Ավելին, գուցե Սրբազանն ինքն ասի երկուշաբթի, այդ օրը ասուլիս է հրավիրել Մայրաթորի դիվանապետը։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։